Մեկ ամիս առաջ Հայաստանում անցկացվեցին ընտրություններ, որոնք մեզ տեղափոխեցին նոր իրականություն։ Շատերը մինչ օրս չեն կարողանում գիտակցել այդ նոր իրականությունը, որը բացում է մեր աչքերը մեր կյանքում կարևոր շատ բաների նկատմամբ։ Ում դեմ էր Նիկոլ Փաշինյանը պայքարում ընտրություններում ձայների համար։ Իսկապես, նա մրցակցություն ուներ քաղաքական գործիչների տեսքով։ Ակնհայտ է պարադոքսալ իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը երկրում չունի առողջ ընդդիմություն, եւ նա չունի իրեն հավասար քաղաքական հասուն մրցակից։ Լավ է սա թե վատ, միանշանակ վատ, քանի որ ընտրություններում լավ մրցակիցը թույլ է տալիս նաեւ ինքը տաճել։ Մինչդեռ Փաշինյանը ընտրություններում գործ ուներ ում հետ ասես, բայց ոչ հզոր քաղաքական գործիչների։ Եվ սա դատարկ խոսքեր չեն։ Եկեք փաստերով դիտարկենք, թե ովքեր էին մրցում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռոբերտ Քոչարյան, ժողովրդի աչքում ոչ թե քաղաքական գործչի, այլ մարդասպանի կերպար։ Տաշիր Սամո, մեծ փողեր ունեցող եւ գերխաբեբայի կերպար, բիզնեսմեն, ով անգամ հայոց լեզվին չի տիրապետում հավուր պատշաճի եւ ժողովրդին փորձում էր գնել գումարով, անգամ ժողովուրդը նրա համար ապրանք էր առ ու ծախի առարկա։ Հայաստանում ոչ ոք Տաշիր Սամոյին քաղաքական գործիչ չի համարում։ Գագիկ Ծառուկյան, եկեղեցու բակում ռուս զբոսաշրջիկ կնոջը բռնաբարող տղամարդու եւ տգետ բանդիտի կերպար, բայց հաստատ Հայաստանում ոչ ոք ձեզ չի ասի, որ նրան քաղաքական գործիչ է համարում։ Հաջորդը Արամ Սարգսյան, ընտրություններում հավաքեց 15000 ձայն։ Ընդամենը 15000 մարդ է ձայն տվել այդ քաղաքական գործչին։ Սա ինչի մասին է խոսում։ Վարկանիշը զրոյական է։ Հաջորդը Էդմոն Մարուքյան, որը ամբողջ երկրով հավաքեց 7400 ձայն։ Սա նշանակում է, որ մարդիկ նրան չեն հավատում եւ նրան հզոր քաղաքական գործիչ չեն համարում։ Արման Թաթոյան, 33000 ձայն ամբողջ երկրով, եւ արդեն պարզ է դառնում քաղաքական գործչի իրական կշիռը։ Լևոն Շիրինյան, խելացի եւ իմաստուն մարդ, բայց նայենք փաստերին։ Ընդամենը 2600 ձայն։ Մեկ այլ քաղաքական գործիչ, Լևոն Զուրաբյան։ Նայեք, թե որքան վստահ է նա խոսում հեռուստաէկրաններից, եւ նայեք ընտրությունների արդյունքներին։ Զուրաբյանի եւ նրա կուսակցության օգտին տրվել է ընդամենը 3000 ձայն, այսինքն գրեթե ոչինչ։ Եվս մեկ քաղաքական գործիչ, Արման Բաբաջանյան, խելացի, կրթված մարդ է, նրան գովազդում է գլխավոր հեռուստաալիքը, բացի այդ ունի նաեւ իր մեկին ալիքը։ Նրա ալիքում լրագրողների մի ամբողջ խումբ գովազդում էր նրա կուսակցությանը։ Տեսնենք, թե ինչպես քվեարկեց Հայաստանը։ 6700 ձայն, ոչ մի անձնական բան։ Ես հարգում եմ Արմանին եւ նրա թիմին, բայց նա պետք է ազնվորեն վերլուծի, թե ինչ տեղի ունեցավ ընտրություններում։ Միլիոնավոր եթերներ, նման հեռուստաքարոզչություն եւ ամբողջ երկրում ընդամենը 6700 ձայն։ Հայկ Մարության 25000 ձայն։ 8 տարի շարունակ նա հեռուստաէկրաններից խոսում է այնպես, կարծես գերհզոր քաղաքական գործիչ լինի, բայց հավաքեց միայն Երևանի այն հեռուստադիտողների ձայները, որոնց դուր է գալիս, թե ինչպես է նա մարմնավորում տրանսվեստիտի կերպարը։ Գուրգեն Սիմոնյան, 30000 ձայն։ Իրականում սկսնակ եւ երիտասարդ տղայի համար վատ արդյունք չէ, թեև պետք է հիշել, որ նա տեսաբան է եւ պարզապես գեղեցիկ խոսում է հեռուստաէկրաններից։ Շատերը, ովքեր ամենուր գովաբանում էին Գուրգենին, վերջում նրա օգտին չքվեարկեցին։ Ահա, սիրելի հետևորդներ, հիմա դուք տեսնում եք տխուր պատկերը։ Այսօր Փաշինյանը քաղաքական դաշտում ունի Ռուսաստանի լրտեսների, այլ ոչ թե ժողովրդականություն վայելող տղամարդու կերպար հանդիսացող իրական մրցակիցների։